Իմ սիրելի հետևորդ, Ինդոնեզիա ենք եկել, այսօր պետք է գնանք տաճարներ, մի օր ունենք այս քաղաքում։ Մենք տունն ենք աճացնում, ստեղ դրսում, իրանց համար։ Տաճարի բակում լոտոսներ են աճում, լոտոսները հիդրոֆոբ բույսեր են ու իրանց վրայից ջուրը սենց հոսելով մաքրում ամբողջ փոշին, դրա արդյունքում էլ ծաղիկը միշտ մաքուր է մնում, չնայած որ աճում է ոչ մաքուր ջրերում։ Ու հենց դա է պատճառը, որ բուդդային գրեթե միշտ պատկերում են լոտոսի ծաղիկի վրա։ Պարզվեց, տաճար մտնելու համար կա դրես կոդ, ահա որ անհարմար։ Այս էլ Բորոբուդուր տաճարն է, շատ մեծ է ու ներքևում որ նայեք, քարերը տետրիսանման են դասավորված, որ հնարավորինս քիչ շարժվեն։ Պատերն էլ ամբողջությամբ այս մանր քանդակներով են պատված։ Զանգակիշեցնող այս կառույցներն էլ լոտոսի ծաղիկ է, որի վրա նստած է Բուդդան ու վրան էլ բրնձի ափսեյա։ Սա էլ Պրամբանան տաճարն է, մեջտեղում գտնվում է մեծ կառույցը, իսկ կողքը մի քանի փոքրիկ տաճարիկներ։ Մեծ տաճարն ունի 4 մուտք, որոնք որ միլիմետրի ճշտությամբ համապատասխանում են աշխարհի 4 կողմերին։ Քանդակներն այստեղ ավելի մեծ են ու արտահայտիչ։ Այստեղ էլ կարող եք տեսնել տաճարը մի քիչ ավելի հեռվից ու մայրամուտին։